Հիմա ինքը աշխատում է, այլ եկածը գնում է, չի կուտակվում։ Վիոլիա ջուր ընկերության հարավշահագործման տնօրինության Արմավիր տեղամասի պետ Արշալույս Բաղդասարյանն է, ով ցույց է տալիս Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վրա փորված 3 հորերից մեկը։ Վիոլիա թիմը դրանք փորել է, որպեսզի կարողանա ժամանակավոր լուծում տալ Երևանյան ու Հերացի փողոցների խցանված կոյուղուն։ Ձմռան ձյունն ու սառնամանիքն անգամ չեն չեզոքացնում կոյուղաջրերի այն հոտը, որը տարածված է փոսերի շուրջ։ Խնդրահարույց կոյուղին սպասարկում է Հերացի փողոցի առանձնատները, թիվ 8 եւ 10 բազմաբնակարան ու Երևանյան 48-50 շենքերը։ Մեր դիտահորն է։ Փակ տարածքի կոյուղագիծը գալիս է այդ դիտահորի մեջ, դիտահորի մեջ նաև սա Բաղրամյան փողոցն է։ Բաղրամյան փողոցի կոլեկտորն է միանը, երկու կոլեկտորների հավաքված կոյուղաջուրը 700-800 մմ տրամաչափի կոյուղատարով ուղղայած հատում է Երևանյան փողոցը, շարունակությունը գնում Արմավիր քաղաքի գլխավոր կոլեկտորին է միանում։ Այս հատվածը նույնպես շինության տակով անցնում։ 1960-ականներին կառուցված կոյուղագծերը ֆիզիկապես ու բարոյապես մաշված են։ Դրանք ավելի քան 60 տարի չեն փոխվել, անընդհատ խնդիրներ ստեղծելով բնակիչների ու Վիոլիա ջուր ընկերության համար։ Այս դեպքում ընկերությունը ոչ թե չի ցանկանում կամ չի հասցնում վերացնել խցանումը, այլ չի կարողանում միջամտություն իրականացնել։ Խցանված կոյուղագծերը հայտնվել են քարե պարիսպներից այն կողմ, փակ տարածքներում։ Կոյուղագծի վրա կառուցված են տարբեր նշանակության շինություններ՝ խանութ, ավտոլվացման կետ, բենզալցակայան, կոյուղի բոլոր դիտահորերը ծածկված են հողով, դրանց վրա նաև ծառեր են աճել։ Վիոլիա ջուր ընկերության աշխատակիցները ստիպված մասնագիտական այլ լուծումներ են փնտրում։ Տևական ժամանակ խանութի տակ խցանումը չբացելուց հետո ստիպված հակառակ կողմից մենք քանդեցին գրունտը, որպեսզի ջարդենք խողովակը հակառակ կողմից կարողանանք խցանումը բացել, բայց քանդելու ժամանակ պարզվեց, որ մինչև մեր ջարդելը արդեն կոտրված էր կոյուղագիծը։ Հերացի փողոցում ամբողջությամբ խցանված կոլեկտորի պատճառով կոյուղաջրերը լցվում էին հարակից շենքերի բակեր։ Նմանատիպ մի քանի փոսերով են այս պահին կարողանում խնդրին ժամանակավոր լուծում տալ։ Արդյունքում շենքերի բակեր լցված կոյուղաջրերի հարցը լուծվեց։ Դիտահորերը գրեթե դատարկ են, սակայն Վիոլիա ջուր ընկերության աշխատակիցները կոյուղագծի վրա 4 տեղ կոտրվածքներ են հայտնաբերել։ Սա արդեն անհանգստացնող ցուցիչ է։ Ճիշտ է, այս պահին նոր խցանումներ չկան, բայց հիմնական լուծումներ գտնելը անհրաժեշտություն է։ Վիոլիա թիմում արդեն այս ուղղությամբ քննարկումներ սկսվել են։ Օրակարգում կոյուղագծի վրա բնակիչների կառուցած շինությունները շրջանցելու եւ նոր կոյուղագիծ կառուցելու հարցն է։ Բոլոր դեպքերում պետք է այս հարցին լուծում տրվի, մոտավորապես 100 մետր առաջի դիտահորից մինչև վերջի դիտահորը Բաղրամյան Երևանյան խաչմերուկ այս հատվածը պետք է լուծում տրվի, որովհետև թեկուզ հետագա շահագործման համար հնարավոր չի շահագործել։ Դիտահորում մակարդակը կոյուղաջրերի բավականին ցածր է եւ ազգաբնակչությանը այս պահին որևէ անհարմարություններ չենք պատճառում։ Արմավիր քաղաքի այս հասցեն մեկն է այն հազարավոր հասցեներից, որտեղ Վիոլիա ջուր ընկերությունը չի կարողանում լիարժեք իրականացնել կոյուղու շահագործում ու սպասարկում հենց կոյուղագծերի վրա կառուցված շինությունների պատճառով։ Շատ հասցեներում խնդիրը ընկերությունը փորձում է լուծել շրջանցող կոյուղագիծ կառուցելով, որոշ տեղերում էլ բանակցություններ են սկսվում քաղաքային իշխանությունների հետ խնդիրներին այլ լուծումներ տալու համար։ Իսկ այս բոլոր քայլերի համար ժամանակ է անհրաժեշտ, այսինքն միշտ չէ, որ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրների լուծումը կախված է լինում միայն Վիոլիա ջրից։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։